Բարև ձեզ։ Հայաստանը Եվրամիությունից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար։ Խոսելով Հայաստանի նախընտրական պրոցեսների մասին, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատար Կայա Կալասը։ Կալասը խոսել է Բրյուսելում տեղի ունեցած նախաճաշի մասին, որին մասնակցել են Եվրամիության արտգործնախարարներ, ինքը Կալասը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը։ Նախաճաշի ընթացքում քննարկվել են Հայաստանի նախընտրական պրոցեսը և արտաքին միջամտություն թույլ չտալու հարցում Եվրամիության աջակցությունը։ Դժվար է ասել նախաճաշն ինքնին կարող է արդյոք դիտվել որպես աջակցության մի փոքրիկ դրսևորում ևս, եթե իհարկե ծախսը հոգացել է Եվրամիությունը։ Որովհետև եթե դիմողը օգնության համար դիմողը Հայաստանն է, ապա պետք չէ բացառել, որ պաշտոնական Երևանը կարող էր նախաճաշի ծախսը վերցնել իր վրա, այդպիսով Եվրամիությանը մոտիվացնելով ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Էականն իհարկե նախաճաշը չէ, այլ ճաշը, և ոչ այն իմաստով, թե ինչպես է Բրյուսելում լուծվել օրինակ ճաշի հարցը։ Էական է այն, թե ինչ ճաշ է եփվում Հայաստանի նախընտրական պրոցեսի համատեքստում, խոսելով արտաքին միջամտության և դրա դեմ պայքարում եվրոպական աջակցության մասին։ Որն է այն միջամտությունը, որի դեմ Հայաստանն ակնկալում է եվրոպական օժանդակություն։ Օրինակ, մենք վերջին տարիներին բոլորս ակնառու կերպով տեսնում ենք Հայաստանի ներքին կյանքին ընդհուպ հոգեբանական առումով Ադրբեջանի միջամտության փորձերը, ակտիվ և ակնառու քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք և լսում, թե Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ինչպես է պահանջներ ներկայացնում Հայաստանին, ինչպես է Հայաստանին թելադրում որոշակի պայմաններ և օրակարգ, ընդհուպ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնության տրամաբանությամբ, ինչպես է խոսում սահմանադրության փոփոխության պահանջի մասին, որը անգամ պաշտոնական Երևանն է գնահատում ներքին գործերին միջամտություն։ Ահա այս համատեքստում արդյոք Հայաստանը Եվրամիությանը դիմում է այս միջամտության դեմ աջակցության համար։ Հազիվ թե իհարկե, որովհետև Երևանը ինքն է հոժարակամ տեղավորվել ադրբեջանական միջամտության և ադրբեջանական քաղաքականության հանդեպ լոյալության դիրքում։ Ավելին, Երևանը իր տարբեր հայտարարություններով նույնիսկ ինչ-որ իմաստով փոխանցումներ է կատարում Ադրբեջանին այդ քաղաքականությունը շարունակելու համար։ Հետևաբար, եթե չկա հակազդեցություն, ապա հազիվ թե այդ քաղաքականության հակազդեցության ակնկալիք լինի որևէ մեկից։ Ավելին, Եվրամիությունն ինքը դժվար թե համաձայն լինի աջակցել Հայաստանին Ադրբեջանի միջամտություններին հակազդելու առումով, որովհետև Եվրամիությունն ինքն է եղել ադրբեջանական նարատիվների առաջմղման գործընկեր անցնող տարիների ընթացքում, ինչի համար, ի դեպ, նախորդ տարեվերջին Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնում այսպես կոչված բրյուսելյան գործընթացի նախաձեռնող Եվրոպական խորհրդի այն ժամանակ նախագահ Շարլ Միշելին։ Եվրամիության շահերն այստեղ ոչ միայն չեն փոխվել, այլև առավել խորացել կամ սրվել են աշխարհաքաղաքական զարգացումների բերումով, և սրա մասին նաև կարող ենք բավականին շոշափելի դիտարկում անել, հետևելով Ադրբեջան-Եվրամիություն վերջին ամիսների հարաբերություններին։ Ավելին, ընդամենը օրեր առաջ էր, որ Կալասի գործընկեր Կոսը հայտարարում էր, թե Եվրամիությունը ունի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրամիություն քառակողմ ձևաչափ ստեղծելու մտադրություն։ Կոսը Եվրամիության մեկ այլ հանձնակատար է հարևանության և ընդլայնման հարցերով։ Թերևս հենց դա էլ այն ճաշն է, որ Բրյուսելը Երևանին օժանդակելու իր պատրաստակամությամբ և նախընտրական դե-ֆակտո ֆինանսական աջակցությամբ արտաքին միջամտության դեմ հակազդելու հնչեղ խորագրի ներքո եփում է աշխարհաքաղաքական իր խոհանոցում։ Այսինքն արտաքին ուղիղ միջամտություն, արտաքին անհասկանալի և վերացական միջամտության դեմ պայքարի պատրվակով։ Չգիտեմ, Հայաստանի կառավարությունը Կալասին և նրա վերադասներին ներկայացրել է կոնկրետ թե ինչ միջամտության դեմ է ակնկալում օգնություն, բայց Հայաստանի քաղաքացիներին այդպիսի որևէ բան, որևէ առարկայական և փաստական հանգամանք ներկայացված չէ, բացի իհարկե պրոպագանդայի մակարդակում կրկնվող բանաձևերից։ Թեև հնարավոր է, որ Կալասն ու վերադասներն են պաշտոնական Երևանին ասում, թե ինչ արտաքին միջամտության դեմ պետք է պայքարել Եվրամիության տրամադրած աջակցությամբ, որը ֆինանսական առումով օրինակ կկազմի մոտ 15 միլիոն եվրո, ինչպես հայտարարել էր Կալասը ավելի վաղ։
կամ Բրյուսելն է ասում, թե արտաքին միջամտության հանդեպ ինչ պայքարի դիմաց է, որ կտրամադրվեն այդ միլիոնները։ Բոլոր պարագաներում Հայաստանի Հանրությանը ներկայացված չէ որևէ փաստական հաշվետվություն, թե ում դեմ է Հայաստանն ակնկալում աջակցություն Եվրամիությունից։ Իհարկե, դատելով այն քարոզչական խաղարկումներից, որ իրականացնում է պաշտոնական Երևանը, այդ թվում նաև ոչ պաշտոնական փորձագիտական եւ քաղաքական կից կառույցներով, Եվրամիությունից օգնություն է ակնկալվում ռուսական կամ այսպես ասած ԿԳԲ-ական միջամտությունների դեմ։ Եվրամիությունը թերևս միայն դրա դեմ է, որ պատրաստ կլինի աջակցել Հայաստանին, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, ինչի մասին խոսեցի, եւ հենց այդ շահերից է նաև թերևս բխում, որ Եվրամիությունը մտածում է Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրամիություն քառակողմ ձևաչափ ստեղծելու մասին, որտեղ դարձյալ հղում անեմ հանձնակատար կոսին Թուրքիան դիտարկվում է որպես բանալի գործընկեր պետություն, ընդհանրապես նաև ռեգիոնալ քաղաքականության իմաստով։ Սրան զուգահեռ պաշտոնական մակարդակում Հայաստանը շարունակում է սերտորեն շփվել Ռուսաստանի հետ, քաղել Ռուսաստանի տնտեսության արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվելու պտուղները, որի շնորհիվ հայաստանյան տնտեսությունը ստանում է աննախադեպ օգուտներ։ Իսկ այդ օգուտները Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես իր հմուտ քաղաքականության արդյունք։ Թեև այդ քաղաքականության հմտության իրական ցուցիչը կամ հմտության ճակերտավոր իմաստով իրական ցուցիչն այն է, որ նվազում է երկրում արտահանումը, նվազում է արտաքին ներդրումների ծավալը, ավելանում է աննախադեպ, ավելանում է պետական պարտքը։ Բայց Մոսկվան օրինակ Հայաստանին տալիս է էլեկտրամոբիլների անմաքս ներկրման 15,000 քվոտա 2026 թվականի համար ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին բավական ոգևորությամբ հայտարարվեց Փաշինյանի Բեռլինից անմիջապես Մոսկվա կատարած այցից հետո, ընդամենը օրեր առաջ։ Ինչ վերաբերում է Եվրամիության աջակցություն ասվածին, ապա դա իհարկե այլ բան չէ, քան պարզապես հենց Եվրամիության միջամտություն Հայաստանի ընտրական պրոցեսին։ Այստեղ անշուշտ պետք է խոստովանել, որ Եվրամիությունը ամենևին միակը չէ, որ թե Հայաստանի առնչությամբ, թե ընդհանրապես համանման երկրների պարագայում փորձում է ներգործել, միջամտել, ազդեցություն ունենալ ոչ միայն հասարակական քաղաքական կյանքին ընդհանրապես, այլ նաև ընտրական պրոցեսներին։ Կգտնեմ, Եվրամիությունը ամենևին միակ աշխարհաքաղաքական դերակատարը չէ, եթե չասենք, որ բոլոր դերակատարներն են փորձում միջամտել, ներգործել, ազդել հասանելիության շրջանակում։ Եվրամիությունը իր աջակցության մասին այս ամբողջ պատմությամբ պարզապես փորձում է պայքարել իր աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ։ Եվ այս հանգամանքն աշխարհաքաղաքականության խոշոր սուբյեկտների կենսագործունեության սովորական մի երևույթ է, աշխարհաքաղաքականության մի հավերժական ընթացք, անկախ նրանից դուր գա դա մեզ թե ոչ։ Այլ հարց է, թե ով ինչ գործիքակազմով կամ մեթոդաբանությամբ է փորձում առաջ մղել այս կամ այն երկրում իր շահերը, ազդեցությունը, ներգործությունը։ Եվ այստեղ իհարկե Եվրամիությունը այն երկրների, այն խաղացողների, այն խոշոր դերակատարների շարքում է, որոնց գործիքակազմում ժողովրդավարությունը զբաղեցնում է առաջնային տեղ, եթե ոչ ամենաառաջնայինը։ Բայց եթե Եվրամիությունը մտահոգ է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությամբ, ապա թերևս այդ իմաստով ժողովրդավարությունը Հայաստանում պետք է պաշտպանել այն հիբրիդային ավտորիտարիզմից կամ ավելի շուտ արդեն հիբրիդայինից դասականի անցնող ավտորիտարիզմից, որ ակնհայտորեն ծավալվում է Հայաստանում։ Եթե իհարկե Եվրամիությանը հուզում է Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության հարցը։ Իդեպ օրեր առաջ իր ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը ներկայացրեց ժողովրդավարությունը աշխարհաքաղաքական գործիքակազմի առաջնային դիրքերում դիտարկող մեկ այլ տերություն՝ Միացյալ Նահանգները։ Եվ այդ ռազմավարության մեջ Միացյալ Նահանգները նախատում է Եվրամիությանը ժողովրդավարությունից նահանջելու խոսքի, կարծիքի ազատությունը սահմանափակելու համար։